Մալաթիայի հայորդյաց տանը աղուհացով դիմավորեցին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, որին ուղեկցում էր հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ, կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակոբյանը։ Հայոց հայրապետը օրհնեց ու խաչեր նվիրեց հաստատության սաներին, զրուցեց նրանց հետ, հարցեր տվեց հետաքրքրությունների, զբաղվածության մասին։ Հաստատությունը վերջերս է հիմնանորոգվել հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։ Այն կրում է բարերար ընտանիքի Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը։ Կառույցի տարբեր դասարաններում արձանագրված են այլ բարերարների անուններ ևս, որոնք օգտակար են եղել այդ դասարանների նորոգմանն ու վերազինմանը։ Մուտքի մոտ դիմավորող երեխաների հետ զրուցելուց հետո հայոց հովվապետը ու Վազգեն Յակոբյանը այցելեցին հանդիսությունների դահլիճ։ Այստեղ մարզերում ու մայրաքաղաքում գործող հայորդյաց տների սաները մրցում էին հին ու նոր կտակարանների մասին իրենց գիտելիքներով։ Աստվածաշնչային ընկերությունը Վիկտորինա էր անցկացնում։ Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի հոգևոր տեսուչ Տեր Հարություն Վարդապետ Կիրակոսյանի ու հաստատության տնօրեն Գեղամ Մելիքբեկյանի ուղեկցությամբ հայոց հայրապետն ու Վազգեն Յակոբյանը շրջեցին հաստատության տարբեր դասարաններում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդյաց տները գործում են 1993 թվականից։ Երեխաներն ուսանում են կիրառական արվեստ, կերպարվեստ, երգերաժշտություն, պար, կրկեսային խաղեր, լրագրություն, ավիամոդելավորում, օտար լեզուներ։ Գործում են նաև սպորտային խմբակներ։ Հայորդյաց տներում շարունակաբար իրագործվում են նորանոր ծրագրեր, կազմավորվում են նոր դասարաններ։ Այդ հաստատությունները հայոց հայրապետի տեսլականով ձևավորված հայրապետական հոգացությամբ գործող կառույցներ են։ Մալաթիայի հայորդյաց տունը հիմնովին նորոգված է ընդունել իր սաներին, այստեղ նորաբաց լողավազան է գործում։ Հայորդյաց տներում ստացած կրթությունը սաներին հետագայում մեծապես օգնում է մասնագիտություն ընտրելու հարցում։ Ներկաները կանգ առան մի շարք դասարաններում։ Հաճախում եմ մանրանկարչության խումբը, ինձ ամենաշատը գրավել այսքան ժամանակ այդ նուրբ աշխատանքը, որ չեմ կարողացել անտեսել։ Վեհափար հայրապետը հարցրեց, թե մենք ենք ընտրում աշխատանքները, թե ոչ, բայց հիմնականում մենք ենք, ոչ թե հիմնականում, այլ ընդհանրապես մենք ենք աշխատանքները ընտրում, որպեսզի որ մեր ուզած աշխատանքներ չի լինում, այսպես ասած լավ չի ստացվում մեզ մոտ։ Ես 14 տարեկան եմ, սովորում եմ Վահան Թեքյանի անվան թիվ 92 դպրոցում 8-րդ դասարանում, հաճախում եմ Մալաթիայի հայորդյաց տուն մանրանկարչության խմբակի եւ շատ եմ սիրում այստեղ հաճախել, քանի որ այս խմբակը դարձել է արդեն իմ առօրյայի մի անբաժան մասը։ Արդեն կարծես թե 8 տարի եմ աշխատում եւ շատ սիրով իմ սիրած մասնագիտությունն է եւ իմ ինչպիսի գիտելիքներ ունեմ, ես հաղորդում եմ երեխաներին։ Քանոնի դասարանում վեհափար հայրապետը սաներին ներկայացրեց Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին, որը հոգևոր կրթությունից բացի կրթություն է ստացել Երևանի պետական կոնսերվատորիայում։ Ես հաճախում եմ կանոնի խմբակի արդեն 5 տարի։ Մենք սովորում ենք հայկական, իսպանական, տարբեր երաժշտություններ։ Առաջին դասարանցիներ ունենք։ Շենքի նորոգման ընթացքում երեխաներն այլ վայրերում են դասերի մասնակցել։ Այս պահին Մալաթիայի հայորդյաց տունը ավելի քան 400 սան ունի։ Սակայն պայմանները բարելավվել են եւ դիմողների քանակը գնալով ավելանում է։ Հիմա հաստատությունը կկարողանա ավելի քան 700 երեխա ընդունել։ Աշխատակիցները անընդհատ զանգերի են պատասխանում, ներկայացնում են տարբեր դասարանների, խմբակների, պարապմունքների օրերը, ժամերը, պայմանները, նշում են հասցեն։ Ռոմանոս Մելիքյան 1 կոտորակ 20